պարոն նախագահ, Թաթուլը Հակոբյան, լրագրող, մի գրառում է արել, նաև նշելով ինձ, հետևում է մեր ոդքասթերին, եւ հիմա պետք է ես այդ հարցը բնականաբար հնչեցնեմ, որպես սոլիդարություն նաև իմ գործընկերոջ իհարկե նկատմամբ, եւ քանի որ նաև թեման է ըստ էության հետաքրքիր, հաշվի առնելով վերջին ձեր հարցազրույցում արված այն գնահատականի, որ ամենամեծ բանը, ինչի համար փոշմանել եք, դա այսպես իշխանության ժառանգորդի ընտրությունն է, որին հաջորդեց նախագահ Սարգսյանի հայտարարությունը, որ ինքը դրա մասին 20 եւ ավել տարի գիտեր, ինքը միշտ իմացել է դրա մասին, եւ հիմա դուք դրա մասին խոսում եք բաց եւ հրապարակային։ Թաթուլի հարցը ո՞րն է։ Թաթուլ ասում է, արդյոք ձեր եւ Սերժ Սարգսյանի միջև եղել է լուռ համաձայնություն, անխոս համաձայնություն, կամ գուցե բաց այսպես պայմանավորվածություն, որ պետքա գործարկվի Մեդվեդև-Պուտին այսպես փոխանցման, իշխանության փոխանցման տարբերակը ես քեզ դու ինձ սկզբունքով, հետաքրքրվում է արդյոք նման բան եղել է եւ արդյոք ձեր հարաբերությունների վրա դա է ըստ էության անդրադարձել։ Ես զարմանում եմ, որ ընդհանրապես նման հարց առաջանում է, որովհետև ես իմ գրքում դրա մասին շատ անկեղծ գրել եմ։ Գիտեք ինչն է ամենից վատը, մարդիկ ինչ որ կոնստրուկցիաներ են կառուցում իրենց երևակայության մեջ եւ ավելի շատ հավատում են այդ կոնստրուկցիաներին, քան այն ինչ շատ կոնկրետ օրինակ ես շարադրել եմ գրքում։ Որևէ պայմանավորություն չենք ունեցել։ Որևէ մտադրություն քաղաքականությամբ զբաղվելու չեմ ունեցել։ Եթե ունենայի, վերջի այդ հնարավորությունը այն ժամանակ կար եւ լծակներ պահելու եւ պայմանավորություններ ձեռք բերելու չի եղել որևէ նման բան։ Ցանկություններ չեք ունեցել, այսինքն։ Որևէ ցանկություն չեմ ունեցել։ Ինչ վերաբերվում է այն հայտարարությանը, որ ուրիշներն էին դա ասում, այդ երրորդ նախագահի, չէ, բայց հիմա սկզբնաղբյուրը ասաց, չէ, այդպիսի հայտարարություն արվեց, ես իմ վերաբերմունքը վարվող քաղաքականության նկատմամբ 2009-ից սկսած երևի 8-ի վերջից մինչև 18 թվականը արել եմ իմ անունից։ Իմ համաձայնությունը կարևորագույն հարցերի վերաբերյալ ես տարբեր հարցազրույցներով հաճախակի չէր, բայց տարին գոնե 1-2 անգամ կարևոր հարցերի վերաբերյալ արտահայտվել եմ։ Անհամաձայնությունը։ Այո, անհամաձայնությունը ես արտահայտել եմ ինքս, իմ անունով, բայց դա չէր նշանակում, որ ես ձգտում ունեի ինչ որ գալ իշխանության։ Այլ հարց է, որ այո, այն ժամանակ իշխանությունը եւս միշտ համարում է, որ չի կարող այդ ձգտումություն ունենալ, անպայման պիտի փորձի եւ պրևենտիվ, այսպես ասենք, կանխարգելիչ ձևով փորձում էին անընդհատ իմ դեմ, ասենց բավական լայնածավալ քարոզություն իրականացնել տարբեր լրատվամիջոցների։ Դու դրա մասին խոստովանություն էլ եղավ ակնհայտ։ Այո, եւ խոստովանություն եւ հայտնի զրույցը մեկ պաշտոնյայի Միացյալ Նահանգների դեսպանատան աշխատողի հետ, որը նաեւ Wikileaks-ով, եթե չեմ սխալվում, հրապարակվել է։ Չեմ ունեցել նման ցանկություն եւ այդ չունենալու փաստը մեր ընդհանուր շփման մակերեսի միջոցով ես մի քանի անգամ փոխանցել եմ։ Ասել եմ հանգիստ մնացեք, չունեմ այդ ցանկությունը։ Բայց ես չեմ ուզում, որ ձեր այսօրվա քայլերը նույնացվեն իմ հետ։ Ես չեմ ուզում, որ մտածեն, որ մենք միասին ենք, ես այս ամեն ինչի հետ հաշտ եմ։ Այսպես էր։ Եթե հիշում եք, եւ սահմանադրական բարեփոխումների նկատմամբ այն ժամանակ ես արտահայտվեցի եւ հայ-թուրքական արձանագրությունների մի շարք այլ sense կարևոր sense հնչողություն ունեցող հարցերի վերաբերյալ ես հենց ինքս էի հարցազրույցներ տալիս եւ կարծիք արտահայտում։ Ես կարծում եմ, որ մենք պետքա շարունակենք մեր ճանապարհը եւ գնանք դեպի հաղթանակ միասին եւ վստահեցնենք մեր ժողովրդին, որ մենք այս ճահճից միասին կարող ենք եւ այս ճահճից
դուրս ենք բերելու մեր երկիրը նաև անցյալում թողնելով բոլոր վիրավորանքները ըստ էության համաձայն եք։ Հա, ես համաձայն եմ, ուղղակի հարցը հետևյալի մեջ է, որ մենք չենք այդ թեման Այո, սրողները, միանշանակ։ մենք չենք, եւ տվյալ դեպքում ենթադրաբար այդ 18 թվականի իրադարձությունները շատ ծանր, այսպես ասենք, ծանր է անցալվում իշխանությունը Նիկոլին կամ կորցնողներին կամ հանձնողներին, չեմ ուզում սա ինչ որ տվյալ դեպքում որակում տալ, եւ այդ արդարացման, ինքնաարդարացման փորձը ուղղակի սահմանները բարեպաշտության, ընդհանրապես սահմանները խախտելով փորձում են գցել այս կամ այն մարդկանց վրա կամ իրադարձությունների կամ զորուժերի, չեմ կարծում որ սա այն ճանապարհն է, որով պետք է առաջ շարժվել։ Այո,